Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հայ առաքելական եկեղեցու թիրախավորման անդրադառնալով իշխանությունների, սա եթե դիտարկենք նախորդին Ստամբուլյան օրակարգերի համատեքստում, ուղիղ փոխկապակցվածություն տեսնում եք, նույն շղթայի մի օղակ է սա, թե սա այլ գործընթաց է։ Անհնար է փոխկապակցվածություն չտեսնել։ Շաբաթներ առաջ Փաշազադեն հայտարարեց, որ Էջմիածինը իրենց պատմական տարածքներն են եւ այլն, դրանից մի քանի օր անց Փաշինյանը սկսեց իր արշավը հայոց առաքելական Սուրբ եկեղեցու վրա։ Գիտեք, այստեղ ճանապարհին գալուց մի միտք էր անդադար մտքումս պտտվում։ Եթե տարբեր թվականներին կային տարբեր մարդիկ, որոնք ասում էին հավատում էին, որ ինքը ինչ-որ լավ բան է անելու, կամ ասում էին, որ իրենց սա չի վերաբերվում։ Հիմա սա վերաբերվում է բառացիորեն բոլորին։ Փաշինյանը դուրս է եկել հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, դուրս է եկել պետականության դեմ որպես այդպիսին, դուրս է եկել մեր բոլոր ազգային արժեքների դեմ։ Ես գիտեմ, որ ինքը ու իր նմանները, ինչպես պարոն Կարապետյանն էր ասել, իրոք մի փոքր խմբակ են, մարգինալների խմբակ են։ Մենք պետք է ապացուցենք, որ այդ խմբակը չի կարող մոռացության մատնել մեր բոլոր ազգային արժեքները։ Չկա մի մարդ, ում պայքարը սա այլևս չի։ Կարծում եմ, դա կունենա իր հետևանքները։ Պարոն Մամիջանյան, գալով նորից Ստամբուլյան օրակարգերին, պարզաբանեք, արդյոք սա ինչ-որ կոնկրետ հետևանքներ կունենա Հայաստանի Հանրապետության համար, ինչ պայմանավորվածությունների մասին է հնարավոր, որ խոսք է գնացել այնտեղ հանդիպման։ Տեսեք, մի քանի ամիս առաջ ես իմ գործընկերները հայտարարել էինք, որ Փաշինյանը Թուրքիային դարձնում է միջնորդ հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Ցավոք դա արդեն իրականություն է ու տեսանելի է բոլորի համար։ Տվյալներ այս պահին չկան, թե ինչ է կոնկրետ քննարկվել, բայց կարծում եմ ակնհայտ է, որ եթե նախորդ օրը տեղի ունեցել Թուրքիայի նախագահի եւ Ալիևի հանդիպումը, իսկ հաջորդ օրը Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահի հանդիպումը, ապա Թուրքիան արդեն իսկ ստանձել է միջնորդական առաքելություն։ Հարց համար 1. Վերանալով նույնիսկ մի պահ չքննարկելով, թե ինչ են պայմանավորվածությունները, մեզ ձեռ է տալիս, որ Թուրքիան լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման միջնորդը։ Զուտ այդ փաստի հետ ինչ որ մեկը հաշտ է, ես հաշտ չեմ։ Այլընտրանք կային բազմաթիվ այլընտրանքներ, դրանցից մեկը գոյություն ունեցող Մինսկի խումբն է։ Իրավականորեն միջազգային իրավունքի կողմից ճանաչված միջազգային միավոր, վերպետական միավոր։ Հաջորդ հարցը, որը մենք ուզենք չուզենք մեզ պիտի տանք։ Իսկ ինչ զիջումների է գնացել Ալիևը երեկ առաջի օրը Թուրքիայում։ Ըստ մամուլում շրջանառող տեղեկությունների պայմաններից մեկը եղել է շարունակել եւ ավարտին հասցնել եկեղեցու դեմ արշավը, հրաժարվել Հայաստանում ռուսական ռազմաբազայից, որը մեր անվտանգային ճարտարապետության կարևորագույն կետերից մեկն է, սահմանադրությունը անել ավելի ուշ եւ դիմել Մինսկի խմբի լուծարման համար։ Չեմ խոսում արդեն մնացած բոլոր զիջումների մասին, որոնք հողի վրա Փաշինյանը կանի այսպես կոչված սահմանազատման գործընթացով։ Այնպես որ ես մեր քաղաքացիներին շատ խնդրում եմ չենթարկվել Փաշինյանի ստեղծած մետա ճշմարտություններին, սթափ իրական գնահատել գործընթացները եւ գիտակցել, որ այս պահին հայ-ադրբեջանական հարաբերությունների միջնորդը եւ Փաշինյանի իշխանության պահպանման երաշխավորը Թուրքիան է։ Ես կարծում եմ մենք դրանից կանխելու ինչ միջոցներ է ձեռնարկում ընդդիմությունը առաջիկայում, որովհետև Ադրբեջանը եւ Թուրքիան մի քանի կողմից այսպես գործընթացներ են ձեռնարկել, ինչպես դուք նշեցիք, եւ միջնորդությունն է Թուրքիայով արդեն իրականացվում, բացի այդ եկեղեցու դեմ հստակ պահանջներ են ներկայացված, որներ Փաշինյանը իրագործում է։ Այս ամենը կանխելու ինչ ծրագրեր պետք է մշակի ընդդիմությունը եւ արդյոք ուշ չի լինի։ Ուշ էր դեռևս 2018 թվականի ապրիլի 25-ից սկսած, այնպես որ այդ հարցը ուշ չի լինի։ Ուշ էր դեռևս 2018-ի ապրիլի 25-ից, Հանրապետականը 2018-ի ապրիլի 25-ից պայքարում է։ Մի քանի տրամաբանական կետերով գանք, թե ինչ է պետք անել։ Կամ մեկ տարբերակ իշխանափոխությունը Փաշինյանին իշխանությունից հեռացնել, այլ որևէ լուծում գոյություն չունի։
առաջին դրույթ։ Երկրորդ, դրան հասնելու ամենաիրատեսական, հնարավոր, ամենահավանական տարբերակը իմպիչմենտի գործընթացն է, որը նախաձեռնել է Հանրապետական կուսակցությունը եւ պատիվ ունեմ խմբակցությունը Դավիթ Համբարձումյանի թեկնածությամբ։ Ինչպես է դա արվելու։ Իհարկե բոլորիս համատեղ պայքարով, առանց լայն ժողովրդական կոնսոլիդացիայի այդ գործընթացը հնարավոր չէ։ Եվ դուք կարող եք տեսնել, թե Դավիթ Համբարձումյանի կոչով, մեր բոլորի նախաձեռնությամբ արդեն իսկ ինչ հոծ բազմություն է հավաքվել այս պահին իր աջակցությունը ցուցադրելու Առաքելական Սուրբ եկեղեցուն, բայց վստահ եմ, որ այս բոլոր հավաքված մարդիկ ու հազարավոր այլ մարդիկ գիտակցում են, որ եկեղեցու դեմ արշավը եւ Փաշինյանի իշխանության մնալը փոխկապակցված իրադարձություններ են։ Ուստի եթե դու ուզում ես պաշտպանել եկեղեցին, ապա պիտի պայքարես Փաշինյանի հեռացման համար։ Բոլոր քաղաքական, բարդ վերլուծական տեքստերի ժամանակները վաղուց արդեն անցել են։ Ժամանակն է գործանել։ Փաշինյանին վեհապարին հեռացնել այդ գործընթացը, որ մեկնարկել է։ Որ Փաշինյանը հայ պատմության մեջ շատ փոքր, բազմաթիվ մելիք ֆրանգյուլներից մեկն է ընդամենը, եւ մի չնչին մելիք ֆրանգյուլ չի կարող պայքարի դուրս գալ լուսավորչի աթոռի, մեր համար սուրբ աթոռի դեմ։ Ուստի իհարկե ոչ չի հաջողվի, բայց այդ պաշտպանությունը, սուրբ աթոռի պաշտպանությունը պիտի իրականացվի նաև մեր ձեռամբ։